Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Թեժ կրքեր խորհրդարանում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը անդրադարձավ պարգևավճարների թեմային։ Նա ասաց, որ անարդար էր նաև իրենց տրված պարգևավճարը, իսկ թե ինչու հետ չեն տվել այդ գումարը, Գրիգորյանը հետևյալ կերպ հիմնավորեց։ Վերադարձնենք, որ միատել ձեր մեջ բաժանեիք, իսկ եթե իսկապես ուզում եք հասկանալ, թե որտեղ են գնացել այդ գումարները, ես առաջարկում եմ, եկեք առանց կամերաների, եւ դա շատ կարևոր է, առանց կամերաների տանենք եւ ցույց տանք ձեզ, թե որտեղ են գնացել այդ գումարները։ Կարծում եմ շատ մեծ դժվարություն ձեզ համար դա չի լինի։ Հաջորդ բանը, որ ինձ համար իսկապես ականջ ծակող էր, հետեւյալ միտքն է։ Թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել, բա դուք եկել եք թալանածը հավաքեք, որ ժողովրդին տայիք, թե պարգևավճար ստանայիք, սա ուղղակի աբսուրդ է։ Հետո այնտեղ խոսք է գնում ծրարների մասին եւ այլը։ Եթե նախկինում դա արատավոր երևույթ էր, հիմա ինչ եք դուք նույնը անում ուղղակի պետական բյուջեից։ Այսինքն խնդիրն այն էր, որ ծրարով թաքուն չտրվեր, այլ պետական բյուջեից դա գնար, եւ հետո այնտեղ ասվում է Միքայել Մինասյան եւ այլն, ես ներողություն եմ խնդրում իհարկե, բայց մինչեւ այս պահը միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք դա դուք եք։ Դա ես պետք է արձանագրեմ։ Իսկ եթե կարողանաք ապացուցել, որ ես իմ գործընկերները երբևէ իրենց կյանքում 10 դրամ ծրարով ստացել ենք, ես հենց հիմա մանդատս դնում եմ, կարծում եմ դա ձեզ շատ դուր կգա, հետեւաբար կարող եք աշխատել այդ ուղղությամբ։ Բայց ընդհանրապես ես ուզում եմ շատ ավելի խորքային նայել։ Ես մի երկրի պատգամավոր եմ եւ դուք էլ մի երկրի կառավարություն եք, որտեղ ամեն 5-րդը աղքատ է։ Մենք այդ երկրի քաղաքացիների ներկայացուցիչներն ենք, որտեղ ամեն 5-րդը աղքատ է, որտեղ դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ։ Խոսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, ես հիմա ավարտում եմ, ներողություն եմ խնդրում։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասով, բայց գներն այնքան են աճել, գնաճ այնպիսին է, որ մոտ 6000-7000 դրամով գնաճը ավել է, քան նվազագույն աշխատավարձը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց. Բոլորը առանց բացառության, ով որ հիպոթեկային վարկով տուն է ձեռք բերել, 90%-ը ինչ են վերցրել, որտեվ իրանց եկամուտ։ Նախ կարծում եմ դուք կարիք չունեք մեզ ցույց տալու, թե ինչ է կարել ձեր պարգևավճարները, ցույց տվեք ձեր ընտրողներին։ Երկրորդը, ես հստակ ասացի, որ վերադարձված թալանի 0.0000001%-ը մենք դրել ենք պետական ինստիտուտի ամրապնդման վրա, որովհետև հայտնի կանոն է, այդ թվում 2018 թվականից, նախ կարծում եմ դուք կարիք չունեք մեզ ցույց տալու, թե ինչ է կարել ձեր պարգևավճարները, ցույց տվեք ձեր ընտրողներին։ Երկրորդը, ես հստակ ասացի, որ վերադարձված թալանի 0.0000001%-ը մենք դրել ենք պետական ինստիտուտի ամրապնդման վրա, որովհետև հայտնի կանոն է, այդ թվում 2018 թվականից հակակոռուպցիոն պայքարը եղել է մեր առաջնահերթությունը։ Մենք ասել ենք 0 կոռուպցիա, եւ մենք այսօր հասնում ենք 0 կոռուպցիային։ Այո, այս որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի մակարդակը դառնալու է, ձգտելու է 0-ի։ Եվ սա շատ կարևոր քաղաքական ձեռքբերում է։ Ինչ վերաբերվում է աղքատությանը, մենք սրանով ուժեղացնում ենք աղքատության վերացմամբ զբաղվող համակարգը, որովհետև պետական կառավարման համակարգի արդյունավետությունից է կախված երկրում աղքատության մակարդակը։ Սա ներդրում է այդ թվում աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ Մի քանի, որովհետև այդ ինչ եք կներեք արտահայտությունից դուրս տալիս։ Ինչ է նշանակում ապացուցված դեպք կա, որ միշիկը այն ծրավոր գլուխը միշիկն էլա պատին տվել, ասողն էլա պատին տվել,
կասկածողն էլ հետնա պատին տվել։ Իսկ ինչ ասում եմ գլուխը պատինա տվենա, ով տենց բան ասում։ Ով որ տենց բան ասում եմ դուս չտակ, չհամարցակվեք դուս տալ։ Չհամարցակվեք դուս տալ։ Բառից բուն իմաստով։ Աննա Գրիգորյանն էլ արձագանքեց, որ Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյան հարաբերությունները բացարձակապես չեն հետաքրքրում։ Թե որևէ մեկը թալանել է, այդ թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին։ Երբ որ դուք ասում եք արդյունավետ կառավարում, դուք այդ ինչքան արդյունավետ եք կառավարում, որ կրկնում եմ մեր պետական պարտքը կրկնապատկել եք հասնելով 14 միլիարդի, որի միայն վարկը սպասարկելու համար մենք տրամադրում ենք նույնքան գումար, որքան պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, որքան կրթությանն ուղղվող ծախսերն են, առողջապահությանն ուղղվող ծախսերն են միասին վերցրած։ Այ այդքան արդյունավետ եք դուք կառավարում։ Քանի ջրամբար եք կառուցել։ 0։ Շնորհակալություն։ Եվ այսպես ես կարող եմ ճանաչել, թե որքան արդյունավետ եք դուք եղել, ել չեմ ասում Անջատ եք էլի բարձր խոսում։ Կառավարության հարց ու պատասխանին Փաշինյանն արձագանքեց նաև Հայաստանի արտաքին պարտքի հետ կապված Գրիգորյանի դիտարկումներին, նշելով, որ Հայաստանում 53,000 ընտանիք հիփոթեկային վարկով ձեռք է բերել բնակարան։ Բոլորը առանց բացառության, ով որ հիփոթեկային վարկով տուն է ձեռք բերել, 90%-ը ինչ են վերցրել, որտեղ իրանց եկամուտները աճել է։ Եվ իրանց եկամուտները աճել է, իրանք գիտեն, որ իրանց տուն ձեռք բերելը իրանց բանն է, իրանց հասանելի է, բայց իրանք 40 տարվա, 20 տարվա ծախսը չեն ուզում անեն միանգամից, անում են կտոր, էլ չեմ ասում, որ պետություն, այսինքն պարտքը Հայաստանի ժողովուրդը եւ ընդհանրապես ժամանակակից տնտեսական կարգի մեջ դա շատ կարեւոր եւ անբաժանելի բան է։ Հայաստան խմբակցության մեկ այլ պատգամավոր Գառնիկ Դանելյանն էլ անդրադարձել է եպիսկոպոսների ու վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզին, նշելով, որ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Սահմանադրության 17 եւ 18 հոդվածների խախտում է տեղի ունենում։ Եթե նախկինում իմ ասած հայտարարությունները ամբողջական մեջ բերեք, դրա ունի շարունակություն, որ եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերին։ Հիմա մենք իմանում ենք, այդ թվում բարենորոգման օրակարգի միացած հոգևորականներից, որ խորանները դարձվել են հակապետական գործունեության հարթակներ եւ այս դեպքում մի հատ էլ նախընտրական քարոզություն են անում, մի հատ էլ որոշում են, թե առաջիկա ընտրություններում ինչ գործունեություն պետքա ծավալեն, բայց մենք չենք ենթադրել, որ եկեղեցուն պետքա ղեկավարվի KGB-ի գործակալների կողմից։ Այնտեղ որտեղ կա պետության անվտանգության շահը, պետությունը պետքա ռեակցիա տա։ Եվ էլ չեմ ասում, հետաքրքիր է, այն ժամանակ, որ ես ինչ-որ մի բան ասել եմ, այդ ինչ-որ մի բան նաև հասցեագրված ուղերձ է, չէ եղել։ Բայց իրանք չեն հիշում իմ ասածը։ Դա նաև ապացույցն է, որ ինչ մենք երազել ենք, որ զբաղվենք ինչ-որ ձևով եկեղեցով, չենք երազել, հենց ընդհակառակը չենք երազել։ Ինչ է նշանակում կաթողից կոչվածը զոհված եղբայր ունեցող քահանային կանչի, ասի գնա 1000 ներողություն եմ, ասի գնա մորդ վերցրու, գնացեք կառավարության դեմը ցույց արեք։ Էս ում պահված կա, էս դուրս պրծոկի պահված կա։ Ինչ կամ եկեղեցին, ձեր ասած մարդիկ ինչ կապ ունեն եկեղեցու հետ։ Եկեղեցին առաջին եկեղեցու գլուխը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, եկեղեցին ժողովրդով է եկեղեցին։ Այդ ձեր ասած մարդիկ են եկեղեցի, գնացեք մի հատ պատարակները Կիրակնորիա նայեք։ 3 հոգով պատարակներ են տեղի ունենում Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն համատարած տասնյակ տարիներով։ Դա ոչ մեկին չի անհանգստացնում։ Գառնիկ Դանելյանն էլ իր հերթին հարցրեց, թե կարող է մեկ հարցի անկեղծ պատասխանել վարչապետը։ Շուրջը հավաքված տիրադավ եպիսկոպոսները ինչ կենսագրություն ունեն եւ նախկինում դուք մոռացել եք այն որակումները, որ տալիս եք այդ մարդկանց հասցեին։ Ես կարող եմ ձեզ տրամադրել բոլոր այն նյութերը, որոնք որ նախկինում դուք ասում եք այդ մարդկանց հասցեին։ Հիմա ձեր միջոցով են այդ մարդիկ բարենորոգվելու եւ բարեկարգվելու եւ ինչ վերաբերվում է նրան, որ եկեղեցուների ես
բազմաթիվ պատարակների են մասնակցել եւ խնդիր չի ունեցել եկեղեցին։ Իսկ ձեր պարագայում դուք վարչական ռեսուրսի չարաշահմամբ, դա շատ ակնհայտ է։ Դուք վարչական ռեսուրսի չարաշահմամբ մարդկանց տիպողաբար հիվանդանոցից հանելով, հիվանդանոցից հիվանդ մարդուն հիվանդանոցից հանելով բերում եք պատարակի։ Այս էլ ձեր շուրջ, ձեր կողքը հավաքված եկեղեցականի իրական պատկերը ես ձեզ ցույց տամ։ Ուրեմն այս ես ասում եմ նա պիտի ընտրվի։ Արաբոդյան արդեն ոչնչացրեց Սուրբ ոգին իրեն։ Նույն պարլամենտում ոչնչացվեց եւ դա Աստծո հրաշքն է։ Այս հոգևորականն է ձեր շուրջը, պարոն Փաշինյան։ Այս հոգևորականը, որ ասում եք Վազգեն Սարգսյանի գնդակահարությունը, դա Աստծո հրաշք է։ Ձեր ուխտերթին է այս հոգևորականը մասնակցում։ Մեր պատարակներին չի մասնակցում, դուք խոսում եք բարենորոգումից։ Լուրջ եք ասում, սրա միջոցով եք բարեփոխումներ անելու, թե ձեր բնորոշմամբ Բենտլի Սամոյի։ Տիրադավը ձեր տեր եւ փրկիչ Կտրիչ Ներսիսյանն է։ Սկսենք դրանից։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր բարենորոգման օրակարգին միանում են, այդ մարդիկ ընդունում են իրենց մեղքը այսօր այդ թվում ես այսօրվա վիճակի համար եւ ապաշխարությունը, մեղքերի թողությունը, մեղքերի քավությունը քրիստոնեության հենասյուներից մեկն է, հենասյուներից մեկը։ Եվ առանց դրա ընդհանրապես չկա քրիստոնեություն։ Հյուրս քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանն է, պարոն Քամալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, գիտեք, հաշված ամիսներ են մնացել մինչ ընտրություններ, խորհրդարանում էլ տեսնում ենք ինչ իրավիճակ է եւ որքան շատ են այսպես փոխադարձ կսմթոցներն ու փոխադարձ վիրավորանքները, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատվում նախորդին տեղի ունեցած հարց ու պատասխանը, որտեղ գիտեք առանցքային թեմաներ էին, ուրեմն վարչապետի, այսպես ասած, սահմանադրությունը խախտելը 17-18 հոդվածների մասին էր Գառնիկ Դանիելյանն ուրեմն եպիսկոպոսների եւ ուրեմն կաթողիկոսին վարչապետը տիրադավ անվանեց եւ այլն։ Ընդհանուր առմամբ պատկերը ինչպես եք գնահատում այս նախընտրական թոհուբոհի մեջ, որքանով այս բոլոր հարցերին հնարավորություն կլինի պատասխան տալու, նկատի ունեմ օրինակ որքանով արագ կլուծվի եկեղեցի իշխանությունը այս առճակատումը, թե մենք այսպես մտել ենք միտեղ, որտեղ շատ երկարատև գործընթացի հետ ենք գործ ունենալու։ Գիտեք, ամենացավալին այն է, որ ես հիմա ստիպված եմ լինելու նման հարցի պատասխանել եկեղեցի իշխանություն Նիկոլ Փաշինյան, սա իրականում, եթե քաղաքագիտական դաշտից նայենք, դիտանկյունից նայենք, ցավալի է, որ օրակարգում նման հարց կա։ Բայց քանի որ քաղաքականությունը այնպիսին է, որ իրողությունների հետ պետք է հաշվի նստենք, եթե այդ հարցը կա օրակարգում, ուրեմն պետք է քննարկենք։ Ցավոք սրտի այս երկուստեք վիրավորանքների արանքում տուժում է հասարակական եւ քաղաքական միտքը Հայաստանում, բայց այդ ամենի համար կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Առաջին հերթին ես կառանձնացնեի այն, որ այդպես էլ Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսը չի հերքում այն հանգամանքը, որ իշխանության կողմից ասում են, որ իր եղբայրը եւ ինքը ազդեցության գործակալներ են։ Ցավոք սրտի նրանց գործունեությունը եւ ոչ թե այդ գործունեությունը միայն պետք է դիտարկենք այս վերջի տարիներին, այլ ընդհանրապես 1999 թվականից հետո, հատկապես հոկտեմբերի 27-ից հետո նրանց գործունեությունը եւ նրանց քաղաքական բիզնես շահերի սերտաճումը նաեւ նախորդ վարչակազմի հետ ցույց է տալիս, որ իրոք նրանք այդպիսի միտումներ կան նրանց գործունեությունում, այդ ազդեցության գործակալ լինելու։ Բայց այս ամենի գագաթնակետը այն էր, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ իր ոտքը այլևս չի մտնելու Բելոռուս եւ հիշում եք Լուկաշենկոն, որ այցելել էր Ադրբեջան,
գնաց Արցախ, Շուշի, ինչպիսի հայտարարություններ արեց Ալեքսանդր Լուկաշենկոն, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության պարլամենտում հայտարարում է, որ իր ոտքը չի մտնելու այլևս, քանի ինքը վարչապետ է Բելարուս եւ նաեւ մյուս պաշտոնյաների, դրանից հետո դուք պատկերացնում եք ամենայն հայոց կաթողիկոսը շրջանցելով պետության առաջնորդի քաղաքական կշիռը, իսկ դա շատ կարևոր է։ Մենք արդեն տեսնում ենք ինչպիսի մարդու հետ գործ ունենք, ինչպիսի ընկալում ունի։ Այսինքն ես շրջանցում եմ իմ սեփական պետությունը, մեկնում է ինչ-որ Մինսկում ինչ-որ մատուռ էին բացվել դրա բացմանները։ Սա քաղաքական քայլ էր ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, որը եւ բերեց Երևան բերեց այս ամբողջ խնդիրը, որ հիմա ամբողջ հասարակությունը կարծես մտել է այս Այսինքն կաթողիկոսին չներվեց Բելարուս մեկնելը։ Առաջին հերթին ես կարծում եմ, որ դա շատ ցցուն քայլ էր կաթողիկոսի կողմից ցույց տալու, թե ինչպիսի վերաբերմունք նա ունի իր պետության ղեկավարի եւ հասկանալի է, թե որտեղից է փչում այդ քամին եւ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը անդադ ասում է, որ կաթողիկոսի դեմ պայքարելով ինքը փորձում է պաշտպանել պետությունը երկրորդ երկրի ճնշումներից։ Սա շատ կարեւոր է։ Եվ գիտեք, քաղաքագետ կամ եսիմ փիլիսոփապետ չի լինել, որ այդ ամենը հասկանանք, հասարակության գերակշռող մեծամասնությունը այս ամենը հասկանում է, ընկալում է եւ նաեւ հասարակության գերակշռող մեծամասնությունը շատ վաղուց հասկանում է, թե ինչպիսի բարոյական անկում է ապրել կաթողիկոսի վարկանիշը դեռևս տարիներ առաջ։ Նա բազմաթիվ դեպքեր կան խոսվել է դրա մասին, թե ինչպես է նա եղբայրը ինքը տարբեր բիզնեսների մեջ խրված։ Ես հիշում եմ 2020 թվականին հիշում եք այն Տիրանի հետ կապված Մոսկվայի այդ միջադեպը եւ Եզրած Սրբազանը նստած ինչ-որ մեծահարուստի կողքին եւ ինչ-որ մեկին նսեմացնում էին, նա էլ նստած հետևում էր այդ ամենը եւ պարզվեց այդ ինչ-որ մեկ այդ գործարարը նաեւ կրիմինալ կապերով դեմք է Մոսկվայում հայազգի, պատկերացնում եք ինչպիսի բովանդակության կրողներ են այս մարդը։ Այսինքն այն, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակում պետություն եւ գողականությունը դարել են միասեռ օրգան, այդ նաեւ եկեղեցին պետության եւ այդ կրիմինալի հետ եւս դարել էր միասեռ օրգան եւ դա պետք է պայթեր եւ քաղաքականորեն այն պայթեց հիմա այդ process-ի մեջ է։ Կաթողիկոսը ես կարծում եմ, որ ձգտում է միջև ընտրություններ ձգի ժամանակ հասկանալու համար ինչպիսի զարգացումներ տեղի կունենան։ Եթե ընտրությունները միջև ձգում է ընտրություններ, սա մի փոքր կարող է թույլատնել այդ պայքարում Փաշինյանի դերքերը, բայց եթե ընտրությունից հետո Փաշինյանը վերընտրվում է, ինձ կարծում եմ շատ կարճ ժամանակ անցած կաթողիկոսը կհեռանա։ Բայց ամեն դեպքում անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի, չի վերընտրվի, բարոյական տեսանկյունից այլևս այս մարդու հեռանալը վեհարանից հրամայական է, որովհետև նա ոչ քաղաքական գործիչ է, ոչ չգիտեմ բիզնես ոլորտի ղեկավար է, որ ինչ-որ առանձին վերցած խմբի առաջնորդ լինի, հա։ Նա ամենայն հայոց կաթողիկոս է, նա անկախ բոլոր մարդկանց քաղաքական հայացքներից նա բոլոր հայաստանցի հավատացյալների հոգևոր առաջնորդն է, հա։ Հայ եկեղեցու հետևորդների հոգևոր առաջնորդն է, նա պետք է դիտարկի դու նիկոլական ես, դու լևոնական ես, դու սերժական ես, սա աբսուրդ է, հա։ Այս մարդը թևերը քշտած մտել է քաղաքականության մեջ։ Պարոն Քամալյան, բայց ընդդիմադիրները արդյոք ուրեմն արդարացի չեն այն առումով, որ օրինակ վկայակոչում են ընդհանրապես այդ 10 եպիսկոպոսների ուրեմն կամ այս բարենորոգման գործընթացին ճանապարհային քարտեզին միացածների, այսպես ասած, բարևարկությունը։ Իսկ այդ բարևարկությունը մինչև Փաշինյանի միանալը ինչու այդ մասին չեն խոսում։ Ինչու կաթողիկոսը որևէ մեկ անգամ չի խոսել այն մասին, որ այս 10 եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, չգիտեմ, ունեն բարևարկության խնդիր։ Երբևիցե լսել եք կաթողիկոսի բերանից, որ նա բարձրաձայն է այս մասին։
Այդ հիմա որ միացան Նիկոլ Փաշինյանին, հիմա պարզվեց նրանք ունեն բարեվարկության խնդիրներ։ Բոլորս էլ գիտենք, որ ամբողջ եկեղեցում կան այդպիսի մարդիկ, որոնք ունեն իրոք բարեվարկության խնդիրներ։ Եվ հասարակությունը տարիներ նայ վերջի 5 տարում չէ, վերջի 7 տարում չէ, 20 տարի շարունակ հասարակությունը առնչվել է այդ ամենից։ Հիմա պարզվեց այս մարդիկ ունեն բարեվարկության խնդիրներ։ Հիմա իմացավ Գառնիկ Դանիելյանը, որ այս մարդիկ ունեն բարեվարկության խնդիրներ։ Հիմա իմացավ, որ կա Բերկլի Սամո։ Այդ Բերկլի Սամոյին եւ մնացած այդպիսի ոչ բարեվարկության փայլող հոգեվորականին ծնել է հայրենային հայոց կաթողիկոսը, իսկ կառավարման տարիների։ Պարոն Դանիելյան, անդրադառնանք մի շարք այլ գործընթացների եւս, որ ուրեմն քննարկման առարկա դարձան նաեւ 3 նախ պարգևավճարների հետ կապված, օրինակ դիտարկելով այն ինչ տեղի է ունենում, որքանով է արդարացված այն հիմնավորումը, որ բերվում է իշխանության կողմից, հատկապես այդ պարգևավճարների թեման ուրեմն հանգիստ չէր տալիս ընդդիմադիր պատգամավորներին, որոնք նշեցին, կարծեք թե իրենց պարգևավճարները այլ ուղղությամբ են ուրեմն գործի դրել, հավանաբար աջակցել են ընտանիքների եւ այլն առանց ճակերտներ բացելու, նրանք իրենց ստացած աշխատավարձ, այսպես պարգևավճարներն էլ քննադատության ենթարկեցին։ Եթե սոցիալական դիտանկյունից նայենք տվյալ հարցին, բնականաբար խնդրահարույց է։ Բայց եթե նայենք, որ դա կատարվում է շատ թափանցիկ կերպով, այդ ամենը չի պահվել հասարակությունից գաղթի այդ մարդիկ պարգևավճարներ են ստացել, դա արդեն խոսում է այն մասին, որ այստեղ կոռուպցիայի կամ կաշառակերության մասին չի խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, արդյոք այս իշխանությունում գործող մարդիկ, որոնք պետական պաշտոններ են ստանձնում, արդյոք արժանի են այդ չափի պարգևավճարի, թե ոչ։ Դա ինստիտուցիոնալ խնդիր է, հասկանում եք, սա պետք է օրենքներով կարգավորվի։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ավելի ինստիտուցիոնալ կդառնա այս պարգևավճարների ինստիտուտը եւ ըստ արժանավույն կգնահատեն պաշտոնյաները եւ այստեղ մի բաժակ ձրում փոթորիկ փնտրելը այդքան էլ տեղին չէ, կրկնում եմ, այստեղ չի թաքցվել կամ ես իմ չոր գաղտնի գործընթացներ չի եղել, որ խոսենք այն մասին, թե այդ տեսեք ինչ է բացահայտել։ Դա տեղի ունեցել թափանցիկ կերպով, այդ մասին այդ պարգևավճարները նաև ստացել են ընդդիմադիր պատգամավորները։ Նաև մի ուրիշ ծայրահեղություն կա, մեզ մոտ մի փոքր մարդկանց մեջ մտցրել են մի գիտակցություն, որ եթե դու պետական պաշտոնյա ես, ուրեմն դու պետք է, չգիտեմ, աղքատ ապրես, դու պետք է, չգիտեմ, քեզ սահմանափակումների ենթարկես, այդպիսի գիտակցությամբ չի կարելի վերաբերվել պետությանը։ Պետական պաշտոնյան պետք է հաշվետու լինի, այստեղ է խնդիրը։ Այդ հաշվետվության մեջ դուք պետք է փնտրես նրա կենսունակությունը, ինչքանով է կենսունակ այդ պետական պաշտոնյան։ Եվ ընտրական ինստիտուտն էլ տալիս է հնարավորություն յուրաքանչյուր ընտրության ժամանակ դու ոչ բարեվարկության փայլող, ոչ արդյունավետ պաշտոնյաներից, քաղաքական թիմերից դերբազատվես։ Սա է ամբողջ process-ը։ Այստեղ ինչ որ լուրջ խնդիրներ չկա, սա շահարկվում է ավելի շատ, ես խորհուրդ կտա իշխանությանը մի փոքր զգուշ լինել այսպիսի նուրբ սոցիալական հարցերում եւ ավելի զուսպ լինել։ Պարոն Քամալյան, Նիկոլ Փաշինյանը Դավոսում է, Դոնալդ Թրամփի հրավերով մասնակցում է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը։ Դուք գիտեք, որ այս օրերին Դավոսում այդ կարևոր ֆորումին Հայաստանը ներկայացված էր ուրեմն նախագահի մակարդակով, ելույթներ էին հնչում, օրինակ Ադրբեջանը երկրի առաջին դեմքով էր մասնակցում եւ ուրեմն շատ արագ նշված էր, պաշտոնապես հաստատված էր, որ վարչապետը չի մեկնելու, մեկ էլ այսպես շատ արագ որոշում փոխվեց ու վարչապետը Դավոսում է, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում այս գործընթացները, ի սկզբանե արդյոք ճիշտ չէր լինի հենց վարչապետի մասնակցությունը այդ կարևոր տնտեսական ֆորումին։ Տավերանի վարչապետի աշխատակազմը կամ վարչապետը տեղեկությունը չի ունեցել, որ Դոնալդ Թրամփը այսպիսի խորհուրդ է խաղաղության ձևավորելու եւ Հայաստանին տալու է այդ հրավերը, դա շատ կարևոր է արձանագրել, բայց մինչև այդ արձանագրման մասին խոսենք, լավ կլիներ, այո, որ ավելի վաղ
կանխատեսես զարգացումները եւ ավելի ճիշտ արձագանքես, բայց հիմա տեղի ունեցածի մեջ այդքան էլ մեծ չի խնդիրը, որ անդրադառնանք, այստեղ շատ կարեւոր է այն, որ նոր ձևավորվող այս չեմ ուզում ասել աշխարհակարգ, շատ է շահարկվում այդ աշխարհակարգ, նոր ձևավորվող կարելի ասել աղի կանոնները, որը առաջնորդում է Միացյալ Նահանգները, իր ուժի դիրքերից է առաջնորդում, հա, սա պետք է արձանագրել, եւ Հայաստանը 192 թե 3 երկրների մեջ Հայաստանը այն 50, ինչքան գիտեմ 50 երկրի մոտավորապես հրավիրված այդ խաղաղության խորհրդի, եթե չեմ սխալվում, 100%-ով ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց Հայաստանը դրա մեջ է։ Սա նշանակում է, որ Հայաստանը այս սկսած process-ի մեջ, այս ընթացող զարգացումների մեջ Հայաստանը ունի իր ուրույն տեղը, հա։ Սա կապված է հենց օգոստոսի 8-ի հռչակագրի ստորագրումից հետո ստեղծված մթնոլորտը մեր ռեգիոնում թե ինչքան կարևոր է դարձել Հարավային Կովկասը որպես ռեգիոն միջազգային զարգացումներում եւ Ադրբեջանի եւ Հայաստանի գործոնը սա այդ հիմնականում այդ լոգիստիկ առումով եւ սա շատ կարևոր է որ Հայաստանը հրավեր է ստացել, կրկնում եմ, սա խոսում է Հայաստանի քաղաքական կշռի բացասման մասին։ Շնորհակալ եմ, պարոն Քամալյան։ Եվ նաև արձանագրենք, ինչքան է շատերի համար ցավալի է այս իմ արձանագրումը, նաև Փաշինյանի քաղաքական կշռի մասին է սա։ Սա ընտրություններին լրացուցիչ, այսպես դիվիդենդներ կտա այս իշխանությանը։ Եմ կարծում, որ Հայաստանի ընտրողների մեծամասնության մոտ սա ինչ-որ գործոն է, իհարկե ավելի ինտելեկտուալ, ավելի քաղաքականացված զանգվածի մոտ սա կարող է գործոն լինել, բայց Հայաստանի ընտրությունները հիմնականում ավելի շատ ներքաղաքական զարգացումների բովանդակության մեջ է եփվում։ Շնորհակալ եմ, պարոն Քամալյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ։